Այս հայերենը Գորիսի ու Արցախի լեզվից ավելի բարդ չէ։ Չաղկուկար ու կենացեր, սունկուկար որ մենացեր, երսուն ոչխարին համար Գյուրջիստանին մենացեր։ Ուշադիր լսելու դեպքում կարելի է եւ պատասխանել։ Şimdi örneğin 1993 yılında 1990-ականներին մեկը համշենցիներով հետաքրքրվում էր։ Հարցրեց ինչ են ասում համշենցիները։ Պատասխանեցի, հայերենով ասում են, որ իրենք հայ չեն։ Şimdileri bulamadığı için Հայկական արմատների հետևից վերջին տարիներին համշենցիներն ավելի հաճախ են Հայաստան գալիս։ Հատկապես ուսանողները, որոնք տեղեկացել են իրենց ծագումնաբանության իրական պատմությանը։ Սև ծովի հարավ-արևելք, Տրապիզոնի նահանգ, նրանց նախնիները տեղափոխվել են 8-րդ դարում, հայ իշխան Համամ Ամատունու գլխավորությամբ։ Նրա անվամբ էլ Համամաշեն, ապա Համշեն։ Մինչև 15-րդ դարը այստեղ հայկական իշխանություն կար։ Դրանից հետո աստիճանաբար ավելի ակտիվ սկսվեց համշենահայերի բռնի մահմեդականացումը։ Ասում են, թղթով ու թանաքով գալիս էին, իսկուհին Ֆաթիմա գրում, Աբգարը Ալի։ Ձուլման քաղաքականությունը շարունակվում է առ այսօր։ Metin Eşi orada çalışıyordu. Թուրք պաշտոնական պատմագրության մեջ գրվել է պատմաբան Քիրզի Օղլուի թեզը։ Իբր համշենցիները ծագել են Օղուզ թուրքերի ցեղից։ Դա որոշ համշենցիների մոտ արմատացել է, բայց մեծ մասը գիտի ճշմարտությունը, որ հայկական ծագում ունենք։ Դպրոցներում համշենահայերենով, լազերենով եւ մյուս փոքրամասնությունների լեզուներով խոսելն արգելվում է։ Paylaşılmıştı. Հատուկ իբրև համշենցի խտրական վերաբերմունք չենք զգում, բայց ընդհանրապես ազգային փոքրամասնությունների հանդեպ ձուլման քաղաքականություն կա դեռևս 1920-ական թվականներից։ Փոքրամասնություններին ընկալում են իբրև վտանգ։ Ասլանն ու Ռեմզին հոպայից են Հայաստան եկել։ Ռիզեյում եւս համշենահայերը շատ են։ Ասում են, մեծ մասամբ մարքսիստ, ձախակողմյան են։ Ավելի շատ հասարակական ակտիվություն են ցուցաբերում։ Թեպետ վերջերս իսլամական պետություն խմբավորմանը թույլ չտվեցին իրենց բնակավայրում Ռամադանի սեղան բացել։ Լսել էին, որ թուրքական ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունի։ Համշենցիների լեզուն ու ժամանակակից հայերենը համընկնում են 85%-ով։ Երկն ու պարը, հագուստը, մշակույթի մյուս տարրերը ընդհանուր են։ Եվ կարևորը, Թուրքիայի պետական քաղաքականությանը հակառակ, նրանք իրենց գիտակցում են հայ եւ ավելի ու ավելի հաճախ են խոսում այդ մասին։ Աննա Բալյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։